Բարի լույս ձեզ, իմ լավ հետևորդներ ջան, ինչ եմ պատրաստում ժողովուրդ ջան, 2 ձու, 1 թեյի կթալ շաքարավազ, աղ, պատրաստում եմ ջերմուկով բլինչիկի լիստեր, հիմա լավ կարեմ, և վերցնում եմ 1 լիտր ջերմուկ, կեսը լցրեցի, կեսը թողեցի շշի մեջ, հիմա ասենց լավ խառնեմ, ավելացնեմ ալյուրը, հետո նոր մնացած ջերմուկը։ Լցնելու եմ 2 բաժակ ալյուր, լավ խառնենք գնդիկներ չմնա, հետո նոր կավելացնենք մնացած ջերմուկը։ Ավելացնենք մնացած ջերմուկը, հիմա լավ կխառնենք ժողովուրդ ջան, խառնելուց հետո կթողնենք 5 րոպե, 5 րոպե հետո նոր կպատրաստեմ լիստերը։ Սոդա չենք ավելացնում, հա, կներեք, մեկ էլ մոռացել եմ, որ ձեթ ավելացնեմ, ամենակարևոր բանը։ Ուրեմն 100 գրամ էլ ձեթ եմ ավելացնում։ Այսպիսի խմոր ստացվեց, նայեք։ Հիմա պատրաստենք լիստերը, ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, ես նախապես 2 հատ պատրաստեցի, շատ լավ էր ստացվել։ Խմորը շատ հավեսին խմոր է ստացվել, առանց գնդիկների։
Վերջ ժողովուրդ ջան, տեսեք, լավ լիստեր է ստացվում, նուրբ, շատ նստած։ Տեսեք նրբությունը։ Այս կողմից կարելի է սա է ջերմուկով պատրաստած լիստերը։ Խմորն անդադ խառնում եմ ձեռքիս հետ։ Սա էլ էսպես։ Ուզում եմ սենց մոտիկից ցույց տամ, տեսեք, այնքան նուրբ է ժողովուրդ ջան, այնքան նուրբ լիստեր է ստացվել, նայեք։ Ջերմուկով լիստերը ջուր չեմ խառնում ընդհանրապես, բայց ես ունեմ իմ հոլովակում, որ 1 լիտր ջրին 1 բաժակել ջուր ենք ավելացնում, այս անգամ չավելացրեցի, փորձեցի հենց մենակ ջերմուկով։ Տեսեք, ինչ հոյակապ լիստեր է ստացվել։ Եմ այս բոլորը սենց սիրուն հետասավորեմ, գնամ թավայի մեջին հանեմ։ Արդեն այստեղ 2 թավաներն էլ օգտագործում եմ, որ շուտ վերջացնեմ։
արդեն վերջացնում եմ, ընդամենը մի քանի փոքրիկ շերեփ մնաց։ Ես վերջացրեցի լիստերը, ուզում եմ ցույց տամ, տեսնեք, ինչ ընտիր է, ինչ ընտիր, ու ամենակարևորը նուրբ, ժողովուրդ ջան, այնքան նուրբ լիստեր է ստացվել, նայեք, սենց ցույց տամ, որ ավելի մոտիկից պարզ լինի, հələ նայեք, տեսեք, սա տարբերակը, որ դուք կարող եք պատրաստել, եթե տանը չունեք կաթ, կարող եք պատրաստել ջերմուկով։ Հələ նայեք։ Այսքան լիստեր ստացվեց, կարող եք փաթաթել մսով, կարող եք փաթաթել գազարով, հավի կրծքամսով, այդպես էլ ես ունեմ այդպես տարբերակ, որ փաթաթել եմ, ու դա էլ շատ համով է լինում, բայց ես սա փաթաթելու եմ, հարգելիներս, ուրեմն փաթաթելու եմ կաթնաշորով, ավելի քաղցր տարբերակով եմ միջուկը պատրաստելու, մսով չեմ պատրաստելու։ Սա փոքր թավայի լիստերն է, ուրեմն ես 2 թավաներով պատրաստեցի, ժողովուրդ, տեսակ հին ու նոր թավայով պատրաստեցի, որ ավելի արագ վերջացնեմ։ Սենց ինչ եմ մոտիկից ցույց տալու, ժողովուրդ ջան, որ համոզվեք, ջերմուկով բլինչիկի լիստերն շատ լավ է ստացվում։ Պետք է պատրաստեք, որ իմանաք, եթե չպատրաստեք, չեք կարող իմանալ, չեք էլ իմանա տարբերությունը։ Ուրեմն ասեմ, կաթի եւ ջերմուկի տարբերությունը ընդամենը, այսպես ասած, սպիտակությունն է, որովհետեւ կաթով պատրաստած լիստերը կարմրում են, իսկ ջերմուկով պատրաստած այդքան էլ չի կարմրում, ինչքան էլ ուզենանք երկար թողենք թավայի մեջ, որպեսզի կարմրի, ժողովուրդ ջան։ Տեսեք, այս հակառակ կողմը կարմիր է, իսկ այս մի կողմը այդքան էլ չէ։ Սա էլ իմ այսօրվա պատրաստած ջերմուկով լիստերը, ժողովուրդ ջան, սա առաջին անգամ չեմ պատրաստել, ուրեմն ասեմ, պատրաստել ենք մենք շատ վաղուց, շատ։ Ես 97 թվին, 97 թվերից պատրաստել եմ այս ջերմուկով լիստերը, ժողովուրդ ջան։ Ինչ եմ հիշում 97 թվից, որովհետև այդ տարին տղաս ծնվեց, ես պատրաստել եմ հենց այս ջերմուկով լիստերից։ Իմ տղաս արդեն կլինի 29 տարեկան, ես 29 տարի է այս ջերմուկով լիստերը պատրաստել եմ։ Ուզում եմ ասել, որ սա նորություն չէր ինձ համար, ես առաջին անգամ չեմ պատրաստում, դեռ կային մարդիկ, որ չէին էլ պատկերացնում ջերմուկով լիստեր ինչպես կստացվի, ոնց կստացվի, բայց մենք պատրաստում էինք։ Դե հիմա կաթով էլ ենք պատրաստում, ջերմուկով էլ ենք պատրաստում, հարգելիներս։ Դե համար ասեցի սենց մոտիկից ցույց տամ, դուք էլ տեսնեք։ Ու ես հիմա սա կպատրաստեմ կաթնաշորով, սմետանով, կաթնաշոր եւ սմետան, մի փոքր շաքարի փոշ եմ խառնում իրար, կարող եք նաեւ բանան կտրտել մեջը, ես այդպես էլ եմ անում, որովհետեւ էլենչոս, իմ էլենչոն, այս բլինչիկի լիստերը ավելի շատ սիրում է քաղցրով փաթաթած,
Մսով այդքան էլ չի սիրում, որ ասեմ մսի սիրահարը այդքան բրինչիկները չի սիրում, ինքը ավելի շատ սիրում է բանանով, կատնաշորով, նուտելայով։ Դե երևի բոլոր երեխաներն էլ այդպիսին են, մենակ Էլենս չի, որովհետև թորնիկներս էլ են այդ տարբերակով սիրում։ Բա, սա էլ իմ այսօրվա լիստերը, որոշեցի, որ այսօր պատրաստեմ հենց ջերմուկով լիստեր։ Իրեմ սա կատնաշորը, իրեմ ժողովուրդ ջան, կատնաշորին ավելացնեմ 2 ճաշիկ թավեր թթվասեր, ավելացնենք շաքարի փոշի, չեմ ավելացնենք, որ քաղցր լինի, հիմա փաթաթենք, Էլենը դպրոցում է, դեռ չգիտի էլ, որ պատրաստել եմ, հիմա կգա գտնա, որ սենց համով բան եմ պատրաստել իր համար կուրախանա։ Սա էլ էստեղ։ Ժողովուրդ ջան, ասեք, որ շատ լավ լիստեր ա ստացվել։ Ուզում եմ դուք էլ ձեր կարծիքը ասեք։ Ես գիտեմ, որ լավն ա, որովհետև միշտ արել եմ ու այնպես չի, որ վատ լիստեր ա ստացվել, նայեք։ Մնում ա դուք էլ ձեր կարծիքը ասեք, որ ես էլ տեսնեմ։ Ես էլ գոհ լինեմ իմ արած աշխատանքի ժողովուրդ ջան։ Այսպես։ Վայ, այստեղ 2 հատ լիստեր, մեկը հանենք, չի տեսել, որ 2 հատ ա մեջը, ինքան նուրբ ա, նայեք, որ ժողովուրդ ջան կպելա իրար։
Վերջ ժողովուրդ ջան, ես փաթաթեցի, վերջացրեցի։ Ուրեն հարգելի հետևորդներ ջան, ամենավերջում էլ այստեղ շոկոլադ եմ մի փոքր հալացրել։ Սենց ձև տանք, որ էլ ավելի գեղեցիկ ու համով ստացվի իմ այսօրվա պատրաստած նրբաբլիթները։ Վերջ, իմ լավ հետևորդներ ջան, այսօր էլ այս փոքրիկ համովությունը, քաղցր համովությունը կիսվեցի ձեզ հետ։ Հիմա ինչ ամնում ինձանեմ, ինձ մնում է մի բաժակ սուրճ վայելեմ մի փոքր կտորով, ոչ ավել։ Եվ ձեզ էլ պետք է ասեմ, շնորհակալություն միջև վերջ ոլովակը դիտելու համար, շնորհակալություն մեկնաբանությունների համար եւ ինչ ավելացնեմ ձեզ, որովհետեւ դուք ավելի լավին եք արժանի, լավ հետևորդներ ջան, ավելի լավ քաղցր խոսքերի եք արժանի։ Եվ դուք էլ առողջ մնացեք, ամենակարևորը։ Եվ Աստված թող պահապան լինի բոլորիս ընտանիքներին։ Իմ սուրճը արդեն պատրաստ է, դե ես վայելեմ իմ սուրճը, ձեզ էլ ասեմ ցտեսություն բոլորիդ։